Իդեան համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Բարի երեկո, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս պատմաբան, մարտական եղբայրություն միաբանության անդամ Հրանտ Տեր Աբրահամյանն է։ Բարև ձեզ։ Պարոն Տեր Աբրահամյան, մի քանի թեմաներ, որոնց մասին կխոսենք, մասնավորապես այսօր վարչապետի դիտարկումների վրա հիմնվելով, խոսքը վերաբերում է առաջին հերթին նոր սահմանադրությանը։ Փաշինյանն ասաց նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում չպիտի լինի, որովհետև դա կոնֆլիկտի շարունակման, տրամաբանության մասին է եւ այլն, հա։ Դուք ինչպես եք մոտենում օրինակ այս Սա նախ նոր թեմա չի, նոր չի, բայց ավելի շատ հիմա կոնկրետանում ենք, որովհետև նշում եմ, որ սահմանադրական փոփոխությունների խորհուրդը, որը մարտ ամսին պիտի հրապարակի նախնական այո տեքստը, նշում է, որ դեռևս անկախության հռչակագրի հարցին չեն էլ հասել, չեն քննարկել այդ հարցը, բայց արդեն կա հստակ մոտեցում։ Դա ճիշտ ասած մի քիչ ես չգիտեմ ինչ են այդպես բանանում, մի քիչ ձևական է ինձ թվում, որտեղ բոլորիս պարզ է, որ այդ սահմանադրական փոփոխությունը հենց դրա մասին է։ Ճիշտ է, իրենք ասում են մենք դեռ 2018 թվականից եւ իրոք այն ժամանակվեց ինչ որ բան են անում, բայց մենք պետք է հստակ հիշենք եւ հասկանանք, որտեղ սա քաղաքական հարց է, հստակ հիշենք եւ հասկանանք, որ ինչ ուրեմն արդարացում, չգիտեմ, խոճուճ բացատրություն գտնվի թե չէ, մի բան հստակ է, որ դա արվում է Ադրբեջանի ուղիղ դա պահանջ չի, իսկ վերջնագիր է, որովհետեւ այդ նոր բան չի 2-3 տարի Ադրբեջանը շատ հստակ բազմիցս բոլոր հնարավոր մակարդակներով պաշտոնական, ոչ պաշտոնական, քարոզչական Ալիևից եւ մնացած բոլորով սկսած ու վերջացած հստակ հայտարարում է, որ մենք չենք ստորագրի խաղաղության պայմանագիրը, քանի դեռ Հայաստանի սահմանադրության մեջ կա հղում այդ անկախության հռչակագրի, դե գիտենք բոլորս ընդեղել այդ Ղարաբաղի եւ Հայաստանի վերամիավորման որոշման վրա իր հերթին հղում կա 89 թվի այդ որոշման վրա։ Հիմա սա հստակ է, որ սա ներքին օրակարգ չի, ներքին օրակարգ կարող է լինել, սահմանադրության փոփոխությունը միշտ էլ կարելի է քննարկել, բայց սա հստակ է, սա Ադրբեջանի վերջնագիրն է, որտեղ սա վերջնագիր է։ Դա պահանջ չի, որտեղ ինքը ասում է ես չեմ անի, ես չեմ գնա խաղաղության ստորագրման, եթե սա չարվի, դա այլ բան չի կարող կոչվել, քան վերջնագիր։ Եվ սա էլ եմ ասում 2-3 տարի առնվազն անverջ բոլոր մակարդակներով ասում եմ, այս թեման այս կոնտեքստում է ինձ հետաքրքիր։ Բայց պարոն Տեր Աբրահամյան, ինձ իրոք կներեք հետաքրքիր չեն, թե այնտեղ ինչ կփոխվի պետական կարգը եւ այլն, դա շատ հետաքրքիր կլներ այլ պարագայում։ եթե չլներ սա։ Հա, որտեղ սա հստակ այս օրակարգն է, ուրիշ բան չկա այս։ Շատ լավ, պարոն Տեր Աբրահամյան, եթե Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մաս է համարում Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը, ապա ինչու՞մն է տարօրինակ, որ Հայաստանի Հանրապետությունը իր նոր սահմանադրության մեջ կամ 4-րդ հանրապետության նոր սահմանադրության մեջ ամրագրում է այն, ինչ ինքը ճանաչում է։ Լավ, շատ վատ է անում, որ ճանաչում է, բայց դա դեռ մի կողմ թողած։ Դա իր հերթին շատ ժամանակին արված, շատ մեծ քաղաքական սխալ էր, որի հիմքում հետևել հաշվարկներ, կոպիտ ասած, եթե մենք ճանաչում ենք Ղարաբաղ-Ադրբեջանի կազմում, մենք ստանում ենք Ադրբեջանի հետ կայուն եւ տևական խաղաղություն։ Հիմա դրա վրա են իրենք խաղում, ես վստահ եմ, որ չի լինելու այդ կայուն եւ տևականը, չեմ ասում ինչ-որ ժամանակավոր, կայուն եւ տևական իրական խաղաղ վիճակ, դա մեզ չի ապավելու։ Այսինքն լինելու է պատերազմ։ Ինչ որ մի պահից այո, բայց սա մի կողմ դեռ թողնենք, սրա մասին առանձին կարող ենք խոսալ, վերադառնալով ուրեմն սահմանադրությանը։ Շատ բան է ճանաչել, չի ճանաչել ժամանակին, մենք հիշում ենք բոլորս, երբ որ այդ պահանջը վերջնագիրը Ադրբեջանը ներկայացնում էր, նրանք ստեղ ասում էին, բա գիտեք ինչ, մենք ճանաչել ենք արդեն։ Հիմա դուք ինչ եք մեզ առանձինելի պահանջ ներկայացնում, մեր սահմանադրական դատարանն էլ որոշում է ընդունել, չէ՞, որ դա կապ չունի, այդ ինչ որ անկախության չկա։ Դա ոչ մի բան չկա։ Եվ իրավական հիմք չունի այդ հռչակագրը։ Մենք այդպես մեր կառավարությունն է դա ասում, ես չեմ ասում, դուք չեք ասում։ Այսինքն իրենք ասում են դա կապ չունի։ Բայց Ադրբեջանը շարունակում էր պնդել եւ փաստում դա էլի դառնա վերջնագիր, որտեղ մարդիկ ասում են չէ մի րոպե, մենք երկրորդը մերոնք մի պահ փորձեցին բարձրացնել մյուս թեման, որտեղ մյուս թեման կա, այսօր դրա մասին բոլորը մոռացել են, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ իր հերթին կա հղում, որ իրենք վերականգնում են Ադրբեջանի 1918-20 թվի հանրապետությունը, մեր սահմանադրության մեջ այդպես չի։
Մենք ասում ենք շարունակելով առաջին հանրապետության ավանդույթները։ Իրենք ասում են փաստացի իրենք ուրեմն 91 թվականին վերականգնում են իրենց առաջին հանրապետությունը, ոչ թե դա սովետական Ադրբեջանի շարունակությունն է։ Իսկ վերականգնել եւ հղում անելով այդ առաջին հանրապետությունը դա նշանակում է ենթատեքստով տարածքային պահանջներ, որովհետեւ առաջին իրենց հռչակած, այն ինչ որ իրենց առաջին հանրապետությունը հռչակել է, եթե նայում ենք իրենց անկախության հռչակագիրը 18 թվականին, այնտեղ շատ կոնկրետ նշված է ուրեմն իրենց այն ժամանակվա լեզվով ասած ուրեմն արևելյան եւ հարավային Անդրկովկաս, որը հարավային Անդրկովկասը ըստության Հայաստանի տարածքի մեծ մասն է։ Իմը ժամանակին մերոնք բարձրացրեցին այդ թեման ի պատասխան եւ շատ ճիշտ արեցին։ Նրանք ասին, դες բան չկա, մենք չենք պատրաստվում ոչ մի բան փոխել։ Այսինքն, այստեղ մենք նույնիսկ չկարողացանք հասնել ինչ որ պարիտետի, որ լավ, ենթադրենք դուք ինչ որտեղ ճիշտ եք ասում, հա, ասում եք այդտեղ հղում կա, եւ ասում եք կգա մի օր իշխանություն, որ այդ հղումը կօգտագործի, բայց ձեր մոտ էլ ակնհայտ կա։ Դա ակնհայտ խնդիր է, որովհետեւ մի օր որևէ մի իշխանություն Ադրբեջանը միշտ կարող է դա օգտագործել եւ հիմա էլ իրենք ասում են, չէ, արևմտյան Ադրբեջան։ Ճիշտ է, ասում են մենք տարածքային պահանջ չենք ներկայացնում, բայց անունը դնում են արևմտյան Ադրբեջան։ Մենք օրինակ հիմա չենք ասում Գանձակ կամ չենք ասում, չգիտեմ, Արևելյան Հայաստան, լավ Ադրբեջանի մաս թողնի, բայց Արևելյան Հայաստան։ Իրենք ասում են Արևմտյան Ադրբեջան, իրենք ասում են անպայման պետք է այդտեղ, այսպես ասած, վերադարձը լինի։ Այսինքն այդ կոնցեպցիան կա, այստեղ մենք նորից գալիս ենք էլի վերջնագիր է սա, որովհետև եթե վերջնագիր չլներ, գոնե ասենք պարիտետային կլներ, լավ մենք փոխում ենք, դուք էլ փոխեք, բայց իրենք կտրականապես մերժեցին եւ մերոնք այդ թեման չշարունակեցին, չտարան արժես, այսինքն նորից գալիս ենք նրան, որ մի ուժային է սա, միակողմանի զիջում է, այն մարդիկ դիմացը ոչ մի բան չեն պատրաստում զիջել, նույնիսկ մի քայլ հետ։ Չէ, թե դու իրոք այդ խաղաղության կամքը ունես, լավ, ինչ տարբերություն, դու էլ քո համանդությունը փոխի, ինչ կա, որ, չէ, բայց դա հենց էլի հերթական ցուցիչն է, որ չունի ինքը դա։ Ինչի՞ չի փոխում։ Ինչի ինքը այդ հղումը չի անում, որը շատ ակնհայտ է, որ ոնց որ ստեղել է ենթատեքստով չի, ուղիղ տարածքային պահանջ չի, որտեղ էլի համանդրական դատարանի մեկնաբանությունը կա եւ այլն, դրանից ավելի բարձր մեկնաբանություն չի կարող լինել եւ Հայաստանն էլ 1000 անգամ ասել է, չէ, ճանաչում եմ քո կազմում, ստորագրում է խաղաղության պայմանագրի մեջ էլ պատրաստ է դա ստորագրել, այսինքն այստեղ սա բան է դառնում է բավականին ֆորմալ թեմա։ Դե հիմա իրանց մոտ էլ այդ թեման կա, էլի ուղիղ չի, բայց շատ հստակ է, ինչի իրենք չեն հրաժարվում։ Նշանակում է նորից մենք այստեղ կեղծիքի այդ գործ ունենք եւ ուժային պահանջի հետ։ Ես շատ մի բան էլ ասեմ, ավարտեմ։ Ես շատ կարեւոր եմ համարում, որ երբ որ այդ համանդրության հանրակրվեն լինի, սա ոչ միայն ես, նաեւ մարտական եղբայրությունը եւ եթե նաեւ մեր ստեղծվելիք ազգային հեղափոխություն կուսակցությունը, այդ համանդրության հանրակրվեի ժամանակ ոչ հասելը շատ կարեւոր է, դա ոչ թե Ղարաբաղի հարցը կամ ինչ-որ համանդրության հարցը, դա Հայաստանի անկախության հարցն է, հայ ժողովուրդը ոչ ասելով հնարավորություն կստանա ոչ ասել, որ ինքը արտաքին ճնշմամբ, արտաքին վերջնագրով որևէ բան էլ չի անելու։ Սա մեր անկախության հաստատումը պետք է լինի, վերջնագրով չենք անելու, բանակցություններով կլինի, համատեղ զիջումներով կլինի, փոխզիջումներով կլինի, խնդրեմ, վերջնագրով ուժին մենք չպետք է ենթարկենք, սա է մեր անկախության հարակվեն է դա դառնալու, որտեղ եթե մենք մի օր մեկ այդ ոչը պետք է ասենք, ինչ որ մի փուլում, որովհետև եթե դու այդ ոչը չես ասում, դու անկախ ազգ չես լինում, դու քո իրավունքները չես հռչակում, դու միջազգային հարաբերություն սուբյեկտ չես լինում, ինչքան ուզում ես այդ խնդիրներից փախի։ Ադրբեջանը շատ հաճախ մեկնաբանում է, որ իրենք հաղթող կողմ են, հետևաբար ունեն պայմաններ, որոնք պետք է իրականացվեն, եթե իսկապես հակառակ կողմը նկատի ունենալով մեզ ուզում է խաղաղություն, չգիտեմ, ու նման բաներ, հակառակ դեպքում էլի խոսում են իրենց ռազմուժի մասին կամ չգիտեմ, ինչ գուցե հիմա ռետորաբանության փոփոխություն է եղել, չգիտեմ։ Շատ էական չէ, բայց ուզում եմ հասկանամ խորհրդային խնդիրը այն է, որ այդ փոփոխությունը տեղի ունենում ոչ փոխադարձության սկզբունքով եւ վերջնագրի տեսքով։ Այսինքն սա է խնդիրը։ Դա շատ կարևոր է։ Մեծ հաշվով մեծ համար հարցը ոչ թե այդ անկախության հռչակագրի համանդրության նախաբարի մեջ հղումը պահպանելն է, այլ որպեսզի տեղի ունենա փոխադարձություն եւ ոչ վերջնագիր։ Մի հատ այն սկզբից սկսեմ, երբ որ ասում եք հաղթողը իրեն ներկայացում եւ նախ, այո, այդպես է, եւ ինչ որտեղ մենք պետք է իրենց նայենք եւ հասկանանք եւ սովորենք որոշ չափով, ինչպես է այս աշխարհում ապրում, աշխատում, հա միջազգային հարաբերությունները իրական, ոչ թե իդեալիստական, որը մենք էլ ենք հաղթող եղել եւ մեզ ասում են չէ, մենք չպետք է ինչ որ տենց մաքսիմալիստական պահանջներ անենք եւ այլն, բայց իրենք ցույց են տալիս, որ կարող են եւ պետք է, որտեղ այո, հաղթող պետությունը փորձում է կապիտալիզացնել իր հաղթանակը, բայց այստեղ մի կարևոր բան կա։
այդ հաղթանակը չափից ավելի թանկ է արդեն ծախվում մեր վրա եւ այստեղ էլի քարոզչական հոգեբանական խնդիր է։ Մեզ ներշնչել են այդ թվում ընդ որում եւ ընդդիմադիր տարբեր ուժեր եւ իշխանական ուժեր, այս հարցում միասնական են։ Իրենք ասում են հայ ժողովուրդը կապիտուլյացիայի է ենթարկվել, իրենց թվում է որ դրանով իրանք չգիտեմ իշխանությանն են վատ բան ասում, իշխանությունն էլ իր վրա վերցնում ասում է, հա, իրականում իրենք սուտ են ասում։ Հայ ժողովուրդը այդ իմաստով որով իրանք նկատում կապիտուլյացիայի չի ենթարկվել, մենք կրել ենք ռազմական պարտություն, այո, ծանր, բայց դա չի եղել ջախջախում, Հայաստան պետությունը չի ջախջախվել, Հայաստանի զինված ուժերը չեն ջախջախվել, դուք տեսեք, ասենք Ուկրաինան իր տարածքի քանի տոկոսն է կորցրել, շարունակում է դիմադրել եւ ոչ ոք չի կարող ասել, որ իրենք կապիտուլյատ, նույնիսկ եթե հիմա իրենք պատրաստ են փաստացի ոչ դե յուրե, բայց փաստացի հրաժարվել որոշ տարածքներից Դոնեցկից, բայց ոչ ոք չի ասի դա կապիտուլյացիա է։ Եվ այստեղ էլ մենք այդ իմաստով, այսինքն կա կոպիտ ասած գին։ Շատ կոպիտ օրինակով բերեմ, հա եթե դու խաղում ես, ասենք ինչ-որ քարտ ես խաղում, ենթադրենք, պարտվում ես եւ պիտի վճարես, հա պիտի վճարես, բայց դու 10 անգամ նույն պարտվելու համար չես կարող վճարես, մի անգամ ես վճարում։ Ինչքանի որ մենք պարտվել ենք, կոպիտ ասած, մենք վճարել ենք լիուլի, որովհետեւ եթե մենք ռեալ հիշենք դա ինչ պարտություն ա եղել։ Մենք պարտվել ենք հարավային ճակատի մի հատվածում, լուրջ պարտություն են կրել, այդ հատվածը հարավային ճեղքել են, իրենք անցել են, հասել են Շուշի վերջ։ Մենք մի հատ երկա ճակատ ենք ունեցել, որը պահել ենք։ Իրենք Հայաստան չեն մտել, Երևան չեն մտել, այստեղ Բեռլինի շտուրմ չեն արել, հասկանում եք, դա այդ չի։ Մեզ այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը ասում էր, գիտեք ինչ, մենք պատերազմ չենք հաղթել, ճակատամարտ ենք հաղթել, որովհետև եթե հաղթենք, պիտի մտնենք Բաքու կապիտուլյացիա պարտադրենք, բայց իրանք չեն մտել Երևան կապիտուլյացիա պարտադրել։ Այս մեզ ներշնչվում անընդհատ, որ մենք անընդհատ այդ հիմքով դա արդեն հոգեբանական քարոզչական դե պարտվել ես դու տվել եմ եղբայր ջան, ինչքանի պարտվել եմ, վճարել եմ, դու չես կարող նույն պարտության համար իմ համար 10 անգամ բան խնդրես։ Հիմա այսօր ասում ես համանդությունը կփոխես, էլի ասում դե որտեվ հաղթել եմ, վաղը ինքը ասելու է պարտադիր անպայման, եթե արդեն նույնիսկ հիմա գաղտնի, չգիտեմ, բանավոր պայմանություններ չկա, որ ադրբեջանցիները պետք է բնակվեն Վարդենիսում, Ղափանում եւ հետո ավել, դա ես վստահ եմ գրեթե որ կլինի։ Մյուս օրը ինքը էլի վստահ եմ հետեւելով եւ այդ բանը։ Ու էլի առանց փոխադարձության։ Իհարկե։ Դա երկուս փոխադարձ ով է գնալու այնտեղ ապրել, այդտեղ պետական ծրագիր անելու գալու են վերադարձնել։ Հայերից ով է գնալու ասենք բանանի։ Բայց եւ մյուսը իրանք անպայման էլի այդ Բաքվի դատերի նյութերից էլի դատելով, ես մի օր իրանք ասում են, գիտես ինչ, այս Հայաստանն ա եղել, այդ Արցախը չի եղել, այդ Հայաստանն է հրամանել, դա փոխհատուցում են պահանջել։ Հեսա պատրաստում ու ամբողջը օգտագործելով այս մի բանը, որ մենք ձեզ հաղթել ենք։ Ջաբրայիլում մենք ձեզ հաղթել ենք։ Դա չեղավ արդեն բան գիտեք, հասկանում մենք էլ պետք է հասկանանք, որ այս այդ պարտությունը չի։ Հետաքրքիր է ձեր մոտեցումը էլի, եթե լիներ փոխադարձություն եւ չլիներ վերջնագիր, օրինակ դուք որևէ խնդիր չէիք ունենա, որպեսզի հանվել անցկացության խնդիրը իհարկե ամեն այդպես ուրիշ կներ։ Ես ուզում եմ հասկանամ ձեր տրամաբանությամբ ընկալմամբ այդ անկախության հռչակագրին հղումը սահմանադրության նախաբանում ինքը այդ արժեքն է, որը ուզում է վերջնագրով լինի, ուզում է փոխադարձությամբ լինի, այն չպիտի հանվի, թե այն ենթակա է սակարկման, բայց որ դեպքում սա է խնդրեմը։ Ես կարծում եմ, որ այսպես թե այնպես չպետք է հանվի, դա մի հատ առանձին կփորձեմ լինել, բայց հիմա այո, թիվ 1 խնդիրը սա է, որովհետև մեզ ներկայացնում են, ասում են խաղաղության process-ը, չէ՞ գնում։ Հիմա ես ասում եմ խաղաղության process-ը այնպես ինչպես մեր հասարակությունն է հասկանում, որը հիմնական չի հետևում օրինակ Ադրբեջանի քարոզչությանը, չի հետևում միջազգային լուրերին, իրենք մտածում դե տեսեք, մենք ինչ որ բաներից հրաժարվում ենք, իրանք էլ ինչ որ բաներից հրաժարվում են, չէ՞ փոխադարձ process է գնում, բայց երբ որ ես նայում եմ իրենց քարոզչությանը, իրենց քաղաքականությունը, իրենց հայտարարությունը փոխադարձության հետ իսկ այդտեղ չկա։ Հայատացության քարոզչությունը եւ գաղափարախոսությունը ոնց կա տեղում մնում է։ Հայաստանը իրանք ոնց կոչում են Արևմտյան Ադրբեջան, տենց էլ կոչել են, տենց էլ կոչում են։ Մեր երկիրը կոչում են իրենց պատմական հայրենիք, պաշտոնական մակարդակում է, ինչ որ խմբեր չէ։ Ինչ որ խմբեր հա կարան ամեն երկրում են լինեն։ Բայց դա պաշտոնական մակարդակում, պաշտոնական խոսքում դա ասվում է։ Այդ գաղափարը իրանք ուրեմն ինստիտուցիոնալիզացնում են, պետությունը ֆինանսավորում է, քարոզչությունը գնում է։ Այդ ամենը կա փոխհատուցման, ագրեսիայի, օկուպացիայի մասին անվերջ խոսակցությունները։ Դրանք պատահական խոսակցություններ չեն, էլի պաշտոնական։ Այսինքն փոխադարձ process չկա։ Երբ որ փոխադարձ process չկա, ես ասում եմ, այս մարդիկ նպատակ չունեն մեր հետ իրական խաղաղություն, իրանք նպատակ ունեն այս պահին մեզ պարտադրել այս պայմանները եւ չեն թաքցնում ախր այդ պլանը իրենց օրինակ բան պաշտոնյաները պաշտոնական բաց ասում են սկզբից կնքում են խաղաղության պայմանագիր ես հիմա ուղղակի ցավոք ազգանունը չեմ հիշում այդ մարդու ինքը ժամանակ առ ժամանակ ասում է այն բաները որ նրանք տենց շատ չեն ուզում բաց ասեն բայց մինչև հիմա ինչ որ իրենց Շաբիև էր թե հիմա ճիշտ եմ կասեմ 1000-ներ 80 ինքը ամենպես ինչ որ ասել է մինչև հիմա սկզբում խաղաղության պայմանագիրն է կնքում
Այն ժամանակ ասում են հետո Միչանսկի հարցն են լուծում, այդ լուծել են արդեն, հետո գալիս է փոխհատուցումների հարցը, այսինքն այս խաղաղության պայմանագրով չի ավարտվում։ Մեր հասարակությունը պատկերացնում է իհարկե իրեն այդպես պարտադրում, որ հեսա կնքում ենք այդ թուղթը ավարտվում է թեման, թուրքերը գալիս են ստե պամիդոր են ծախում սաղ լավ, բայց տենց չի լինելու։ Հասկանում եք, չկա փոխադարձությունը։ Հիմա դուք ինձ ասում եք, եթե լիներ փոխադարձություն, առանձին խոսենք։ Ես իհարկե հաստատ կողմ եմ, որպեսզի եւ Հայաստանի եւ Ադրբեջանի եւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ լինի խաղաղություն, չի կարող մարդը դրան կողմ չլինել։ Բնական է, բայց մենք պետք է ռեալ process-ներ նայենք։ Դրա համար ես այդ հարցը, որ դուք տալիս եք, ինքը հիմա տեսական հարց է։ Եթե լիներ, կմտածեի։ Հիմա ես դրա մասին զուտ որպես այդպես ալտերնատիվ սցենար եմ, բայց իրականությունը էս է, իրականությունն է, որ չկա այդ փոխադարձությունը։ Շատ լավ։ Նայեք։ Ուստա Հրանտ։ Դուք աշխատել եք Փաշինյանի հետ։ Այո։ Եթե սխալվում եմ ուղեք։ Այս հարցից վերջը շատ են սիրում տալ։ Նկատում եմ հայկական ժամանակի նաև գաղափարական տանողներից մեկներ են եղել, ես դա չեմ թափում։ Ահա, մեկն է եղել։ Կենսագրությունը ոչ եմ բանալից։ Ինչ է փոխվել։ Ինչի՞ մասով։ Որտեղ է խոսումը։ Դուք հիմա բոլորովին այլ գաղափարական անհամաձայնություններ եք հայտնում։ Նիկոլի հետ մենք աշխատել ենք, եղել են քաղաքական ընկերներ, այո, ուղղակի ընկերներ։ Դա եղել է մեծ հաշվով 2006-2012 թվականին, այսինքն հաշվի առնենք, որ դա շատ վաղուց է եղել, էլի։ Մենք էլ այն ժամանակ 30 քանի տարեկան ենք, հիմա 50 ենք արդեն։ Սա եղել է։ Ինչ վերաբերում է 2018-ի հեղափոխությանը, ես դա չեմ աջակցել, բոլորը դա երևի հիշում են, հրապարակայնորեն չեմ աջակցել, ոչ թե որովհետև ինչ որ մեկին սիրել եմ կամ չեմ սիրել կամ ինչ որ խնդիր եմ անձնական ունեցել, ես այդ process-ները կապել եմ 16 թվականի պատերազմի հետ, ասել եմ, որ սա ոչ թե հեղափոխություն է, այլ արտաքին ուժերի նաև հովանավորությամբ ինչ որ մի process է, որը ես այն ժամանակ եմ համարել, որ սա կապ ունի ռուսական զորքի տեղադրման հետ Ղարաբաղում, իհարկե այն ժամանակ ասում են դու ինչ որ խելահեղ բաներ ես ասում, բայց փաստը ցույց տվեց, որ դրան բերեց։ Հիմա կամա թե ակամա, բայց բերեց։ Ես այդ իմացա, որ ոչ թե բնականաբար գիտեք, ես Սերժ Սարգսյանին չեմ աջակցել եւ այլն, բայց այդ հեղափոխության ես չեմ մասնակցել։ Այսինքն այդ ժամանակ արդեն չի եղել իմ համար Նիկոլ Փաշինյանի հետ այդ հարաբերությունը։ Բայց ինչ վերաբերվում է, ասում ենք ինչ է փոխվել։ Մի կողմ թողենք ինչ ա եղել 12 թվին, 6 թվին, չգիտեմ, այդ էական չի մայնում։ 20 թվի պատերազմին ես ինչ դիրքորոշում ունեցել եմ, եւ իրենք էլ պաշտոնապես ունեցել են, եւ իրենք եւ իմ բոլոր ընկերները, որոնք հիմա ասում են ինչ եղավ քեզ այդ հրանջան։ Ես մնացել եմ այնտեղ, որտեղ եղել եմ։ Իրանք են փոխվել։ Իսկ գուցե իրանք եղել են նույնը, մենք չենք։ Միգուցե։ Ես ասում եմ, ինչ որ արտաքուստ պաշտոնապես, բայց մենակ պաշտոնները չէ։ Ես ընկերներիս էլ նկատում եմ, որոնք պաշտոններ չունեն, բայց հաստատ իրանք ոչ մի հետի միտք չեն ունեցել։ Իրանք այն ժամանակ ասում ոնց դիմադրության գաղափարի կողմնակից էին, ասում էին պետք է կռվենք, Փաշինյանը ինքը ասում էր պետք է մինչև վերջ կռվենք, մինչև վերջ կռվելը նշանակում մինչև վերջ չի նշանակում Շուշին որ թուրքերը վերցնենք, հետո հանձնվենք, որը պետք է բառերը կշռել, հասկանալ ինչա նշանակում, մինչև վերջ կռվելը ունակ ոնց որ Ուկրաինան ա կռվում, ոնց որ Պարսկաստանն ա կռվում, այսինքն մինչև վերջի հնարավորությունը։ Իրենք այդ էին ասում, ես էլ այդ էի ասում։ Ես իմ դիրքորոշումը մնացել է նույնը, մինչև հիմա ես հիմա էլ եմ համարում, որ մենք նոյեմբերի 9-ին ամենասխալ բանն ենք արել, եւ երբ որ այսօր նաեւ ասում են ռուսական գործակալներ եւ այլն, ինչ կա ավելի մեծ ռուսական բան, քան ստորագրել ռուսական զորքի տեղադրումը Ղարաբաղում, դա ես չեմ արել, դուք չեք արել, այն ամենավերջին ռուսական գործակալները չեն արել, չնայած նրանք քարոզում էին, եւ այդ քարոզը փաստորեն այս իշխանությունը իրականացրեց, այդ է փոխվել։ Ես չեմ փոխվել, իրենք են փոխվել։ Իրենք ասում էին Արցախը Հայաստան է, իրենք ասում էին Աղդամը իմ հայրենիքն է, իրենք ասում էին մինչև վերջ կռվել, հետո իրենք փոխեցին դիրքորոշումը, ես իմ դիրքորոշումը չեմ փոխել։ Ես մնացել եմ նույն տեսակետի, ինչը որ եղել եմ, ես հիմա էլ եմ ասում, որ այս ամեն ինչը պատրանք է, մենք պետք է դառնանք նորից ուժային գործոն եւ այս աշխարհում, այսօրվա աշխարհում, այսօրվա այս փոփոխող աշխարհում, այս տարածաշրջանում մենք այլ շանս չունենք անուժային գործոնի վերածվելու եւ մեր իրավունքները հռչակելու եւ պաշտպանելու։ Այնպես փոխվել է դա, փոխվել են իրենք։ Մեկ այլ թեմայի մասին, Ցեղասպանության ինստիտուտ Թանգարանի տնօրենի վերաբերյալ Ճիշտ ասած չեմ լսել այդ ինչ թեմա, բայց եթե մի Ես այսպես ասեմ, մամուլը սկսեց գրել տեղեկություններ, որ Ցեղասպանության ինստիտուտ Թանգարանի տնօրենը ազատվել է աշխատանքից։ Ով էր։ Տնօրենը Էդիտա Գզոյանը։ Եվ հիմնական դա տեղի ունեցավ ինչպես Վենսի ԱՄՆ փոխնախագահի այցից հետո եւ մամուլը սկսեց նաեւ տարբեր տեղեկություններ շրջանառել, որ դա տեղի ունեցել, մենք հիշում ենք, չէ, Վենսը գնաց Ծիծեռնակաբերդ, նրան ուղեկցում էր Գզոյանը, Թանգարանի ինստիտուտի տնօրենը եւ նրան այդ այսպես ասենք, հա, ինչպես լինում է այդ այցերի ժամանակ սովորաբար, այնտեղ շրջել, ինչ որ սիմվոլիկ նվերներ փոխանցել ու նման բաներ։
Մամուլը գրեց, որ Թանգան ինստիտուտի տնօրենը Վենսին փոխանցել է Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ գիրք։ Սրան երկար ժամանակ այս տեղեկությունները որևէ պաշտոնական հաստատում չէր գտնում, Փաշինյանը այսօր հաստատեց։ Ես եմ համարել սադրիչ գործողություն դա, հրահանգել եմ հրաժարականի դիմում գրի։ Այսինքն որ գիրք անավիր է Արցախի հիմնախնդրի։ Դա Փաշինյանը ներկայացրեց, եթե երկրի պետական պաշտոնյան, պետական պաշտոն զբաղեցնող անձը երկրի կառավարության արտաքին քաղաքականության կուրսից այլ քաղաքականություն է վարում, նա չի կարող լինել պետական պաշտոնյա, նա նշեց չի կարող երկրում լինել 6 արտաքին տարբեր քաղաքականություն, հա? Ասած կա հստակ արտաքին քաղաքականություն եւ պետք է հետևել դրան։ Հիմա տեսեք, եթե ավարտեցիք հարցը, լավ, Բեկրաբանը էլի հարց ունեմ այս համատեքստում։ Հիմա ինքը իհարկե աբսուրդ իրավիճակ է։ Մի կողմ թողնենք քանի արտաքին քաղաքականություն պետք է լինի երկրում, էլի նույն խնդիրն է, էլի այդ ոչ փոխադարձության խնդիրն է։ Տեսեք, մենք ընդունել ենք, sense որ մենք այս քաղաքականությունն ենք վարում ու sense ենք վարում։ Հիմա նայեք ինչ է կատարում Ադրբեջանում։ Խոջալույց ցեղասպանությունը չակերտավոր, ոնց նշում էին, տենց էլ նշում են, ոնց միջազգային բաներում աղմուկը բարձրացնում էին, նույնպես բարձրացնում են, ոնց գրքերը նվիրում էին, տենց էլ նվիրում են, ոնց տանում են այդ իրանց հյուրերին, այդ հուշարձանները, այդ օրը եսի ինչեր են անում, դեսպաններին տանում բերում են նույն ձևի անում են, չկա փոխադարձություն 0 Ուրեմն մյուսը նույն ձևի արևմտյան Ադրբեջանի հարց միջազգային այսօր ատյաններում իրանք բարձրացնում են այսպես կոչված։ Այսինքն Հայաստանի հարց արևմտյան Ադրբեջան իրանք լեզվով Հայաստանի տարածքի մեծ մասը։ Պսևդոգիտական հոդվածն են հրապարակում։ Մակում են բարձրացնում այդ հարցը, օրը մեջ նամակներ են գրում, պաշտոնյաներն են այդ հարցերը բարձրացնում, ընդ ՀԿ ունեն, որը բնականաբար պետական ֆինանսավոր ունի, պարլամենտում հատուկ ինչ-որ մի հատ հանձնաժողով ունեն այդ հարցով, պատգամավորներ եւ այլն։ Միջազգային ատյաններում բարձրացնում են ում բռնացնում են նույն այդ Վենսին այդ նամակը էլի գրել էր այդ համայնքը եւ այնտեղ իրենց ոչ չի ասում, բա գիտեք ինչ մենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք ինչու՞ բա այսինքն էլի փոխադարձություն չկա մենք ինքներս մեզ խափում ենք թեկուզ սկզբունքորեն գուցե ճիշտ է որ մի արտաքին քաղաքականություն պետք է լինի բայց ինքը իր արմատով սխալ է որտեվ եթե դիմացինը չի անում այդ քայլերը աբսուրդ է դու ինչքան ուզում ես դա փորձի անել որտեվ խաղաղությունը միակողմանի process չի ոնց որ պատերազմը չի կարելի խաղաղության հասնել միակողմանի process-ով դա ըստ սահմանման երկկողմանի առնվազն երկու կողմ պետք է լինի հիմա էլի այդ նույն բանն է խնդիր այսինքն փոխադարձություն չկա ինչի մասին է խոսքը տեսեք հարցը նաև մի ուրիշ տեսանկյունից էլի դիտարկենք հիմա կարող ենք չեք քննարկել լավ նման բարձրաստիճան պաշտոնյայի այս Ձեռնակաբերդի հուշահամալիր կարելի է կազմակերպել նույն շատ են քննարկում ասում են թող կրթության նախարարը գոնե ուղեկցեր ոչ թե Թանգան ինստիտուտի տնօրենը կամ եթե անգամ նա էր ուղեկցելու ապա այստեղ չկան ինչ որ պատասխանատու շրջանակներ, որ դեռ Թանգան ինստիտուտի տնօրենին եւ գուցե աշխատակազմին որոշակի ուղեցույցներ փոխանցեն։ Ես օրինակ չգիտեմ, չեմ պատկերացնում, որ Թանգան ինստիտուտի տնօրենը այտենց ուղղնուցուցով պիտի պատկերացնի կառավարության արտաքին քաղաքականության պետական պաշտոնյա կուրսը նյուանսներով եւ չգիտեմ ինչերով, որ իմանա J.D. Vance-ի հետ ինչ բառերով, ինչ գրքերով կարելի է հարաբերվել կամ չի կարելի, հա։ Գուցե սա կառավարության հենց թերացումն է։ Եթե կա այդպիսի սահմանած նպատակ, այս մարդկանց հետ կարելի է նախորդ աշխատել ասել, որը որից հետո է, որ հարցերն են կանադառնում, որոնց չէ, եւ գնացեք ուղեկցեք այդ մարդուն։ Հա, դե հիմա տեսեք, փաստորեն ես չգիտեմ նաեւ ինչի չեն ուղեկցել, գուցե նաեւ իրանք կոմպլեքսներ ունեն ցեղասպանության հետ կապված, էլի իրանք խառնում են թեմաները։ Ես ունակ գիտեք երևի միշտ եղել եմ հայ-թուրքական հատկապես հարաբերություններ, որ մենք պետքա փորձենք այդտեղ խնդիրներ լուծել։ Ես միշտ դեմ եմ եղել բոլոր իմ կյանքի փուլերում այդ ցեղասպանության ճանաչման միջազգային եւ այլն տարբեր պատճառներով։ Հիմա չխորանամ ինչի եմ դեմ եղել։ Ես չեմ համարում որ դա հայ ժողովրդի ինչ որ բան տալիս է։ Բայց մեր մոտ այնքան մազալու է, մարդիկ խառնում են այդ թեմաները։ Այսինքն իրանց թվում է որ ունեն պետք է այդ ցեղասպանությունը ուրանան կամ մոռանան կամ չնշենք։ Ոչ ոք նման բան չի անում։ Թուրքիան նույն Քեմալի հիշատակը նշում են։ Թալեբ Փաշայի բանը կա այդ ինչա մավզոլեը կա, գերեզմանը կա, ի՞նչն է խնդիրը, մենք իրանց ասում ենք, ինչի Թալեբ Փաշայի բանը կա։ Նույն ձևի մենք ինչ խնդիր ունենք ցեղասպանությունը քաղաքական հարց չի, մենք մեր հիշողությունը ցեղասպանության մասին, դա մեր դա բան չէ, ասենք քաղաքական շարժման առարկա չի, այդտեղ չկա իրանց թվում է որ օրինակ եթե իրանք գնան ուղեկցեն բարձր մակարդակով Էրդողանը պետք է մեզանից նեղանա, նախ իրավունք չունի նեղանալու, երկրորդը նույնիսկ եթե նեղանա դու իրան շատ հանգիստ կարող ես այդտեղ իրան սահմանները ցույց տալ, որտեղ այդ է քաղաքականություն, դու ոչ թե գնում ես մարդկանց հետ, ասենք ինչ-որ process-ի ու սենց խեղճի կարգավիճակով հակառակը, դու գնում ես հասկանալու որ ինչքան ինքն է քեզ պետք է, թե ինքը քո հետ եկել է խոսել, դու ես իրան պետք։
Եվ սահմանները պետք է հստակ դնես։ Եթե դու սահմանները հստակ չես դնում, հետո դրանից է սխառնաշփոթը գալիս։ Դրա համար էլ իրենք հավանաբար վախեցել են, մտածել են, չգնանք, այս ցեղասպանությունը շարով թեմա է։ Այսինքն սա խառնում են իրար։ Իմիջիայլոց այն բանի ժամանակ էլ էր տենց, հիշում եք Սերժ Սարգսյանի ժամանակ, որ այդ աստիճանի չէր, բայց էլի երբ որ այդ քաղաքականությունը կար, այդ ինչ են, հայ-թուրքական ինչ են ֆուտբոլային, հա, այդ արձանագրությունը։ Հա, նորից էլի այս վիճակներ, վայ ցեղասպանությունը չհիշենք, վայ բան, դա ինչ կապ ունի, ժողովուրդ։ Դա կապ չունի։ Մենք քաղաքական հարաբերություն կարող ենք հաստատել ում հետ ուզենք, դա մեր ներքին նույնը ոնց որ ասենք այդ Նեմեսիսի արձանը, որ թեմա էին դարձրել։ Դե եմ ասում, եթե Թուրքիան կա Թալետ Փաշայի մավզոլեյ, մեր մոտ Նեմեսիսի 16 միլիոնատել արձան կարա լինի, որտեղ կներեք, դա հասկանում եք, չէ՞ Թալետ Փաշան ով է, բայց մենք չենք գնում իրանց ասում, ոչ էլ պետք է ասել։ Ասեք դա պրագմատիկ բան է, ունեն, մենք էլ սա ունենք։ Всё, մենք ունենք ինչ որ այլ ընդհանուր կետեր, որտեղ քաղաքականությունը ընդհանուր շահերի շուրջ պետք է լինի։ Ունենք շահեր։ Եկեք այդ շահերի մասին խոսանք։ Չունենք շահեր, դե ուրեմն ոչ մի բան մեզ չի օգնի, ոչ մի հումանիտար բան օրակարգ։ Պարզապես թեման դե պարզ է, չէ՞ Հիմա Ադրբեջանում էլ եմ ասում, այդ Խոջալույա, ինչը որ ավելի բացի Խոջալույից կներեք։ Մենք հիշենք, որ իրենք օրենք ունեն դեռ Հեյդար Ալիևի ժամանակ ընդունված, ուրեմն ադրբեջանցիների ցեղասպանության մասին։ Եւ դա ուրեմն ըստ այդ օրենքի, դա պետական օրենք է։ Այսինքն դա իրենց բանի մեջ է ամրագրված, իրավակարգի մեջ։ Ուրեմն 1905 թվականից իրենք հաշվում են, որ սկսվում է ադրբեջանցիների ցեղասպանությունը հայերի կողմից եւ շարունակվում է ուրեմն 1940-ականներին, այսինքն դեռ սովետի օրոք այստեղից, որտեղ Ստալինի ժամանակ մի որոշ հատված տեղափոխեցին այդ Մինգաչաուրի բանն էին կարծում։ Հետո դե բնականաբար արդեն 1980-ականներին 90-ական սա ինձ պետական քաղաքականություն է, թե իրանք մի վարքյան դրանից ամաչում են, քաշվում են, հյուրերին չեն տանում, չգիտեմ, ասենք բան են ելնում, ասում են վայ չէ, բա մենք հիմա հայերի հետ պետք է լավ լինենք, եկեք դա մոռանանք, չէ։ Պետական քաղաքականության մասը օրենք է ընդունված, բնականաբար այդ օրենքից չեն հրաժարվելու։ Այսինքն մենք ցեղասպան ազգ ենք, իրենց մոտ օրենքով։ Դե մենք էլ բարձայի եստ իրենց դա արել։ 1905 թվականից սկսած է, լավա բանից չսկսած Տիգրան Մեծից չենք սկսել։ Շնորհակալություն։ Խնդրեմ Շիրայր ջան։ Զրուցակիցս պատմաբան Մարտական եղբայրություն միաբանության անդամ Հրանտ Աբրահամյանն էր, մնացեք առաջինի հետ րոպեներ անց կվերադառնանք։